Հարգելիներս ողջույն կրկին միանում եմ ձեզ այս հրաշքահույքի սրահից և այսօր ես եկել եմ այստեղ, որպեսզի գնեմ ննջասենյակի կահույքը bedroom set։ Ես կարծեմ մենք միասին ենք ընտրել, որի համար շնորհակալ եմ ինձ օգնելու համար, դուք օգնեցիք, որպեսզի ես գնեմ այս գեղեցիկ կահույքը։ Այստեղ նայեք, ահա։ Ուրեմն ամբողջ կահույքին միասին ես վճարեցի $3800, հարգելիներս, ամենակարևորը ասեմ, որ կահույքը պլաստիկ չէ, պլաստիկից չէ, պլաստմասա, ինքը փայտյա է, սպիտակ փայտ է, շատ գեղեցիկ, արդեն տեսել էինք, սրանք դարակներով են, ամբողջը դարակներով, բոլոր կտորները վերցրեցի, ես կարող էի այս 3 կտորը վերցնել, որը որ առանցին է վաճառվում, այդ մեկ կտորը կարող էի չվերցնեի չեստը, բայց դա էլ ես վերցրեցի, հենց ինքը $660, դե պլաս թաքս, թաքսը գիտեք Կալիֆորնիայում ինչ գներ են, հենց թաքսեր է, միայն Կալիֆորնիան ունի թաքս, ոչ մի տեղ չկա, ամեն ինչի մեջ թաքս է պահում, ամեն ինչի մեջ, մի խոսքով հարգելիներս, մեզ մոտ այսօր չորեքշաբթի է, ուրբաթ օրը առավոտյան 9-ից մինչև 1-ը արդեն իմ կահույքը իմ տան է լինելու, ասեմ, որ սենյակը ազատել եմ, իմ կահույքը տեսել էիք նույնպես, իմ կահույքը ես նվիրատվություն արեցի, էլի մի հրաշք ընտանիքի, որը որ շատ ուրախ էին իմ կահույքով, շատ էին սիրել իրենք էլ, ես էլ էի շատ սիրում իմ կահույքը, բայց արդեն ուզում էի փոխեի, ձանձրանում ես մի ապրանք, որ մի 2 տարի օգտագործում ես, այդպես ասած, դա ինչ հարգելիներս, այսպես գնացի տուն, դե կմիանամ այն ժամանակ, երբ որ կահույքս կբերեն։ Okay, thank you so much. You too. Հարգելիներս, մեզ մոտ արդեն ուրբաթ է և իմ ննջասենյակի կահույքը բերում են, այստեղ մատրասն է, սա բաքսին է, որ մատրասը դրվում է վրա, սա սենյակն է դատարկ, it's coming, բերում են, ամբողջը արկղների մեջ, մակով կարած, ահա և վերջ հարգելիներս, կահույքը ամբողջովին տեղադրված է, այստեղ դեռ շատ դասավորելու վեշեր կա, պետք է հավաքեմ, մահճակալը, անկողինը, այսպես ասած, ահա և ես ունեմ ձեր օգնությամբ ձեր ընտրած ննջարանի, ննջասենյակի կահույքը, որի համար շատ շնորհակալ եմ ձեզ, մենք միասին արեցինք, այսպես պետք է մարդ լինի համախմբված և մեկ բուռ, տեսնում եք մենք միասին կարող ենք անել ամեն ինչ, և այսպես հարգելիներս, այս լամպը այստեղից տեղափոխվելու է դուրս, առաջ դրված էր այնտեղ, հիմա դուրս բերեցի, այստեղ ինչպես տեսնում եք դարակներն են, մենք կահույքի սրահում նայել ենք, շատ մեծ դարակներ ունի,
մահճակալը եւ այստեղ ունի փոքրիկ բատն, կնոպկա, այսպես ասած, երբ որ թաչ ես անում, ձեռք ես տալիս, ահա, լույսերը վառվում է եւ հայլիի եւ մահճակալի, այսպես ասեմ, այստեղ էլ ունի, տեսեք, ահա, դե ինչ, սա էլ այս մասին հիմա արագ հավաքեմ գեղեցիկ, ամեն ինչը դասավորեմ, տեղավորեմ եւ կիսվեմ ձեզ հետ, ցույց կտամ արդեն ամբողջական պատրաստ վիճակում։ Սա ծածկոցն է մատրասի վրայի, տեսեք, որպեսզի մատրասը չկեղտոտվի։ Հիմա սա նոր գնաց ծածկոցն է էլի, սպիտակեղեն, այսպես ասեմ, սավանն է, վրայի ծածկոցն է, որ գալիս է վերմակի ներքևի մասից, պետք է քաշվի վերմակի վրա, այսպես։ Սա դա է եւ բարձի երեսը, փաստորեն մեկ բարձի երես է եկել, տեսեք ինչպեսին է ռեզինով, էլի սրա նման, ռեզինով քաշվելու է, հիմա անպայման գցում ենք լվանանք եւ նոր տեղավորենք, այսպես ասած։ Բարձի երեսները երկու հատ է, չէ զարմացած, ոնց կլինի մի հատ, մեկ, սա էլ երկուս, տանենք լվանանք, ջուրը թող լցվի, նոր սավանը գցեմ մեջը։ Ջուրը լցվում է, մի հատ լավ պտտվում է, փրփուր է տալիս, նոր ես շորերը լցնում եմ ընդհանրապես լվացքը։ Թող թրջվի, նոր մյուս կտորը կգցեմ։ Լվացքը կանգնել է, հիմա կտեղափոխենք չորանոց։
Սավանը քաշեցի։ Սա արդեն երկրորդն է։ Եվ բմբուլի նոր բարձեր իհարկե։ Փափուկ, փափուկ։ Բարձերն էլ դրեցինք։ Երկու բարձի երես ունի, անկողնու մահճակալի ծածկոցը և սա ես գեղեցիկ ծածկոց, հիմա հավաքեմ ծածկեմ և վերջնականապես ցույց տամ։ Վերջապես վերջացրեցի, ահագին աշխատանք էր պահանջվում, ասեմ, որ հեշտ չէր։ Մի խոսքով կարևորը որ վերջացրեցինք, այս է վերջին արդյունքը։ Այս անգամ կրկին գրեք ձեր կարծիքը, թե ինչպես է, և կրկին շնորհակալություն ձեզ, որ սկզբից մինչև վերջ մնացիք ինձ հետ ընտրեցիք, ինձ հետ հավաքեցինք, մի խոսքով տեղավորեցինք և այսպես հասանք վերջնական արդյունքին։ Շնորհավոր լինի, ուրախությունով օգտագործեմ և ուրախությունով դուք էլ օգտագործեք այն, ինչ որ կգնեք, ինչ որ կունենաք նորը, եթե չունեք էլ կունենաք, այսօր չլինի վաղը կլինի, երբեք չմտածեք, մի խոսքով լավատես լինենք և ամեն ինչ կունենանք։ Շնորհակալություն ձեզ, Աստված բոլորիս հետ, դե ինչ ասեմ, սիրում եմ բոլորիդ անչափ, կրկին նորից շնորհակալ եմ և այսքանը հարգելիներս վերջացնենք վլոգը, հոգնած եմ գնանք հանգստանանք։ Եկել ենք լիճ, այս լիճը կոչվում է Folsom Lake, Folsom-ի լիճ։ Ես ապրում եմ Folsom քաղաքում և մեր քաղաքն ունի իր անունով շատ հրաշք մեծ լիճ։ Մենք ամսի 6-ին առիթ ունենք և շատ հյուրեր ունենք, ուզում ենք որ տեղ վերցնենք, բնության գրկում, էլի անցկացնենք բնության գրկում, լինենք, ուրախանանք, ազատ երեխաների համար ազատ լինի վազվզեն։ Հիմա այսպես տեղ ենք նայում, եթե հարմար լինի, այստեղ վերցնենք, եթե չէ, ուրիշ տեղ պետք է նայենք, ուրիշ շատ լավ տեղեր էլ կա։ Մի խոսքով այդպես։ Շատ մեծ հրաշք լիճ է, ձկներ կա մեջը, ձկներ են բռնում, ձկնորսները։ Այսպես սեղանաթոռները դրված ամբողջը, կարող ենք մեկը վերցնել, երկուսը վերցնել, քանի հատ որ ուզենք և մեր առիթն անենք։ Այստեղ կան, տեսնեք, հարմարությունները կա, ամեն տեղել կան տուալետները, ջուր, ամեն հարմարություն կա, մի խոսքով էլի մարդկանց համար։ Շատ սիրուն է։ Կարևորը ջուրը մաքուր է։ Դե տեսնենք ինչ կորոշենք, չգիտեմ, դեռ նայում ենք, պտտվում ենք։ Այսօր օրը երկուշաբթի է, բայց այնքան շատ մարդ կա, կարծես թե
աշխատանքային օր չլինի։ Երաժշտությունները դրած։ Ահա։ Ինչքան մարդ կա, չէ՞, երկու շաբթի օրով։ Ոնց որ գործի չունեն է ժողովուրդը։ Սիրուններս նոր հասանք տուն, դուրս գամ մի 2 րոպեով պատժգամ ու անցնեմ խոհանոց։ Մի 2 բառ զրուցենք։ Այսպես հարգելիներս, ինչպես ասացի, որ նոր հասանք տուն, ուրեմն այդտեղ մենք տեղ չընտրեցինք Folsom Lake-ում, մեկ ուրիշ տեղ ենք գնալու, որը կոչվում է Donor Lake, շատ հայտնի եւ գեղեցիկ։ Գնալու ենք այդ լիճը։ Ինչպես ասացի, որ հյուրեր ունեմ Լոս Անջելեսից, մի խոսքով շատ հյուրեր եմ ունենալու, ասեմ, որ այդ օրը ամսի 6-ին խոստացված մատաղ ունենք, երբ որ ես հիվանդացա, անցա այդքան երկար ճանապարհ եւ բարեհաջող անցավ ամեն ինչ, բուժվելուց հետո, երկար ժամանակ բուժվելուց հետո, ամուսինս խոստացել էր սկզբից, երբ որ ամեն ինչ բարեհաջող անցնի, բուժումները վերջանաց, խոստանում եմ մատաղ անեմ եւ այդպես խոստացած մատաղն ենք անում եւ գնալու ենք լեյք եւ հավաքվենք, շատ մեծ քեֆ անենք, ուրախություն անենք։ Այդ երկար ճանապարհը բարեհաջող անցնելու եւ հաղթահարելու կապակցությամբ ցանկանում եմ բոլորիդ առողջություն, երկար տարիների կյանք, երբեք չհիվանդանաք, հարգելիներս, եթե հիվանդություն կլինի, թող ժամանակավոր եւ անցողիկ լինի, շուտ լավանաք, այդպես հարգելիներս, Աստված թող լինի բոլորիս հետ, Աստված բժշկի բոլորիս։ Եվ այսպես, հիմա սոված ենք, ուզում եմ, որ հաց պատրաստել, գնամ խոհանոց եւ տեսնենք ինչ եմ պատրաստելու։ Այդպես, դե գնացինք։ Ծաղիկներս այստեղ իրենց լավ են զգում։ Հրաշալի ծաղիկներս իմ ուրախություններն են։ Հրաշք զանգակ ծաղիկս։ Այս հրաշք ծաղիկը նոր է իմ պատշգամբում, տեղ գտել, միացել է իմ մնացած ծաղիկներին, ասեմ, որ տղաս մեծ ծաղիկների մեծ սիրահար է, գիտի, որ ես էլ եմ շատ սիրում, ինչ ծաղիկ որ իրեն համար գնում է, ինձ համար նույնպես գնում է գույնը, նայեք, գույնը և գեղեցկությունը,
Այսպես հարգելիներս, դե գնանք անցնենք գործի։ Գնանք խոհանոց։ Խոհանոցը մեզ սպասում է։ Ինչ որոշեցի պատրաստել։ Թարմ գարի միս ունեի գնաց։ Պատրաստում եմ գարի խաշլամա։ Գարի խաշլամա պատրաստելու համար ունենք գարի միս, գունավոր պղպեղները, այստեղ ունեմ մեկ մեծ պոմիդոր, սոխը շատ եմ անելու, որովհետև ես նախընտրում եմ, որ ավելի շատ սոխի հյութի մեջ պատրաստվի խաշլաման, այստեղ ավելացրեցինք սխտոր, համեմունքները, կարմիր աղացած պղպեղ, թուրմերիկի փոշին, մի փոքրիկ կարմիր պղպեղ, բայց կծու քիչ եմ անել, որտեղ երեխաներն էլ են ուտում, սև պղպեղ եւ ծովի աղ։ Այսքանը համեմունքները, այստեղ ունենք նաեւ այսպիսի լոլիկներ, որը որ ես օգտագործելու եմ։ Հիմա գնանք պատշգամբից, ես բերեմ թարմ մաղադանոց։ Այստեղ ունենք թարմ մաղադանոց, հիմա հավաքեմ, չնայած որ ես տանն էլ ունեի խանութից առած, բայց նախընտրեցի, որպեսզի այսպես պոկենք մեր ձեռքով, թարմ կանաչիով պատրաստենք։ Գնացինք։ Հրաշալի օր մեզ մոտ, հրաշալի, արևոտ, պայծառ, լույսավոր, մարդու տրամադրություն բարձրացնող։ Այստեղ ես ունեի ռեհան և սամիտ, մի փոքրիկ է գինձ միջով։ Սրանք էլ լվացած է չնայած, կավելացնենք այստեղ։ Հիմա կկտրատենք բոլոր այստեղ գտնվող բանջարեղենները, որոնք մեզ անհրաժեշտ է, և կսկսենք հավաքել այստեղ բանջարեղենները մսի հետ։ Տեսեք ինչքան հյութ է դուրս տվել, այստեղ նայեք։ Բանջարեղենի հյութն է, հիմա այսպես կկամացածնենք սիրուն, կթողնենք, որպեսզի մարմանդ կրակի վրա եփի, որպեսզի շատ համեղ ստացվի։ Մեր համեղ խաշլաման պատրաստ է, ժողովուրդ ջան, դե պատրաստվենք, սիրուն սեղան գցենք, պատրաստենք, որ նստենք ու վայելենք։ Դե ինչ, մեզ անուշ լինի, ձեզ նույնպես անուշ լինի, եթե պատրաստում եք կամ ուտում եք այս պահին, կերեք և եղեք առողջ։ Դե կհանդիպենք շատ շուտով։ Ցտեսություն։ Այստեղ էլ ցույց տամ, թե ինչ եմ պատրաստում։
Դաշտից թարմ ելակ եմ բերել եւ պատրաստում եմ թարմ շատ համեղ կամպոտ։ Հիմա ես չեմ եռացնում, ինչպես բոլորը։ Եռման ջուր եմ լցրել մրգի վրա, այստեղ կա ելակ, մալինա եմ ավելացրել, տարբեր մրգեր են, հատապտուղներ են, այսպես ասեմ, ես ընթացքում կտեսնենք, արդեն մոռացա թե ինչ կա մեջը, եւ այստեղ ես ավելացնելու եմ մեղր, շաքարով չեմ պատրաստում հարգելիներս, սա այսպես անենք, չի կտրվում, այդքանը բավական է, շատ քաղցրել չեմ ուզում անեմ, բայց ասեմ, որ ես ընդհանրապես շաքարավազ չեմ օգտագործում, արդեն 20 տարուց ավել է ես Ամերիկայում եմ բնակվում եւ շաքարավազ օգտագործած չկամ, դե լինում է, որ խանութից տորթեր, խմորեղեններ գնում ենք, իրենց մեջ կա քաղցր, դա արդեն բավական է եւ մի բան էլ ավել է, աշխատում ենք, որ նման բաներ շատ չուտենք, սա էլ մեր կամպոտը համեղ, հա, ասեմ, որ գիլասել կա մեջը վիշնյա, ինչպես տեսնում ենք, մալինա էլ եմ լցրել մեջը, ուղղակի մալինան արդեն էլ չի երևում, ինքը շատ հասած էր ու հալչել է արդեն,